Ինչպես ճիշտ պատրաստվել համակարգչային տոմոգրաֆիային։ Համակարգչային տոմոգրաֆիան կատեն արագ եւ բարձր ճշգրտությամբ հետազոտություն է, որը բժիշկներին հնարավորություն է տալիս տեսնել ձեր օրգանների եւ հյուսվածքների կառուցվածքը։ Որպեսզի պատկերները լինեն առավել հստակ, իսկ ախտորոշումը հնարավորինս ճշգրիտ, կարևոր է ճիշտ պատրաստվել հետազոտությանը։ Հետազոտությունից 1 օր առաջ եւ հետազոտության օրը խմեք բավարար քանակությամբ ջուր։ Հասարակ ջուր, ոչ գազավորված։ Հետազոտության օրը հագնվեք հարմար, մի կրեք մետաղական իրեր, ժամացույց, զարդեր եւ այլն, քանի որ դրանք փչացնում են նկարների որակը։ Ձեզ հետ անպայման ունեցեք ձեր բոլոր հետազոտությունների սկավառակները եւ գրավոր եզրակացությունները, ինչպես նաեւ ձեր հիվանդության հետ կապված բոլոր էպիկրիզները։ Եթե ձեզ նշանակել են որովայնի եւ փոքր կոնքի օրգանների կատե հետազոտություն, հետազոտությունից 6 ժամ առաջ սնունդ մի ընդունեք։ Խմեք հնարավորինս շատ հեղուկներ, բայց ոչ գազավորված։ Հետազոտության նախորդ օրը հիմնականում սնվեք թեթև սնունդով, խուսափեք գազագոյացնող սննդամթերք օգտագործելուց, եւ եթե բժիշկը ձեզ նշանակել է բերանով ընդունվող կոնտրաստնյութ հետազոտություն, անպայման շուտ մոտեցեք, մնացածը մենք կկազմակերպենք։ Եթե ձեզ նշանակել են կորոնար զարկերակների կատե անգիոգրաֆիա, ապա այդ հետազոտությունը պահանջում է հատուկ պատրաստում։ Հետազոտության նախօրեին սրտաբանը ձեզ կնշանակի սրտի ռիթմը դանդաղեցնող հատուկ դեղորայք։ Հետազոտությունից առնվազն 12 ժամ առաջ սնունդ չենք ընդունում։ Առնվազն 6 ժամ առաջ դադարեցնում ենք ծխելը։ Ինչպես նաև չենք օգտագործում սուրճ, թեյ, ցանկացած հեղուկ, որը իր մեջ պարունակում է նյութեր, որոնք կարող են առաջացնել սրտի ռիթմի արագացում։ Եթե օգտագործում եք բետա բլոկատորներ կամ որևիցե այլ դեղորայք, անպայման մեզ դրա մասին տեղեկացրեք։ Հետազոտության նախօրեին աշխատեք չնյարդայնանալ, գիշերը լավ քնել, քանի որ ձեր ստրեսային վիճակը կարող է վատ ազդել ձեր սրտի ռիթմի վրա։ Իսկ մեզ հետազոտության համար պետք է ունենալ կայուն եւ դանդաղ սրտի բաբախ։ Եթե օգտագործում եք դեղորայք, հատկապես մեթֆորմին շաքարային դիաբետի ժամանակ, ապա անպայման տեղեկացրեք մեզ դրա մասին։ Հետազոտությունը հեսա սկսում են կոնտրաստ նյութը ներարկելուց ջերմություն եք զգալու, չվախենաք, դա նորմալ է ու շուտ կանցնի։ Մեկ էլ կարող է բերանում մետաղական համ լինի, դա էլ նորմալ է, անցնելու է։ Կարևորը դուք չլարվեք, չշարժվեք, որպեսզի հետազոտությունը լավ ստացվի։ Եղավ։ Եթե ունեք հարցեր կամ անհանգստություն, պարզապես գրեք մեզ։ Մեր թիմը միշտ պատրաստ է օգնելու։ Մեր փորձառու մասնագետները մանրամասն կբացատրեն, թե ինչպես ճիշտ պատրաստվել հետազոտությանը եւ կլինեն ձեր կողքին ամբողջ ընթացքում։ Մեր նպատակը ոչ միայն ճշգրիտ ախտորոշումն է, այլ նաեւ ձեր հոգեկան հանգստությունը եւ հարմարավետությունը։ Օգտագործում ենք ժամանակակից համակարգչային տոմոգրաֆիայի սարքեր, որոնք ապահովում են բարձր որակ եւ նվազագույն ճառագայթում։